Չախոյանց բրենդը հիմնադրվեց 2005 թվականին, բրենդի արմատները սկիզբ են առնում 1997 թվականից։ Հիմնադիրը Սերգո Չախոյանն է, աշխարհի չեմպիոն Սերգո Չախոյանը, ծանրամարտիկ, ով 94 թվականին դառնում է աշխարհի չեմպիոն Թուրքիայում, բարձրացնում Հայաստանի եռագույնը, որից հետո Ավստրալիայից հրավեր է ստանում, որ գնա մասնակցի Ավստրալիայի կողմից որպես ծանոթ։ 97 թվականին հրավերը ստանում է, ընտանիքով մեկնում է այնտեղ, ընտանիքը պահելու խնդիր է առաջանում։ Մի հայ վարպետ իրան առաջարկում է, որ ոնց որ սովորես ոսկերչություն, մինչև կլուծվի քո քաղաքացիության հարցը, դու կպահես քո ընտանիքը, որովհետեւ հացի հոգս կհոգաս։ Մինչև դա 1-2 աշխատանք փորձում, բայց ոնց որ զգում է, որ դա իրանը չի, ոսկերչություն է սովորում։ Ոսկերչություն սովորելուց հետո 2 տարի, մինչև 97 թվականը, երբ որ քաղաքացիությունը ստանում է, ընտանիքի ամբողջ կազմով են ստանում քաղաքացիությունը, արդեն այդ խնդիրը լուծվում է, բայց ինքը համարում է, որ Ավստրալիայում երեխա չպետք է մեծացնի, որպես հայ, ինքը այնտեղ չի կարա դաստիարակի, որովհետև ոչ թե իր անձի հետ է կապված, այլ ընդհանուր միջավայրը շատ ոչ հայանպաստ է։ Ընտանիքով վերադառնում է Հայաստան 99 թվականին ու 2005-ին, երբ որ արդեն սպորտից դուրս է գալիս, հիմա արդեն բավականին ընդլայնվել է իհարկե արտադրությունը, բայց սկիզբը առել 2005 թվականից։ Մենք արտադրում ենք լյուքս դասի իրեր եւ ինչով ենք նաեւ առանձնանում հայկական շուկայում, մեզ մոտ բավականին մեծ է տեսականին տղամարդկանց համար, օրինակ դանակները, թազբեհները, շշերը, կոնյակի, միևնույն ժամանակ այն տուրիստները, ովքեր ցանկանում են Հայաստանից հայկական ինչ-որ բան տանել, նույնպես կարող են մոտենալ խանութ սրահ եւ ընտրել հայկականություն ունեցող որևէ ապրանքատեսակ։ Արտադրում ենք աստվածաշնչեր եւ նարեկներ, որոնք բավականին հաճախ նվիրում են մեծ առիթների ժամանակ հայկականությունը խրախուսելու։ 2005 թվականից հետո արդեն մեծանալով արտադրությունը բազմազան ուղղվածություններ է ունենում։ Ուղղվածություններից մեկը լինում է փայտի արտադրություն, ուղղվածությունից մեկը լինում է մետաղական կայքի, դռների, դարպասների, ճաղավանդակների արտադրություն ու ոսկերչական արտադրություն։ Ոսկերչականը ուղղվում է, կատարելագործվում է, հասնում է մինչև թանկարժեք հուշանվերների վաճառք։ Հայաստանում որպես այդպիսին տարբերվող ճյուղ հուշանվերներ շատ կան, բայց որ լինի մի ընկերություն, ում ուղղվածությունը քրիստոնեական է, ում ուղղվածությունը հայկականը քարոզելն է, հայկականը առաջ տանելն է, ու մեր ուղղվածության սկիզբը հենց հայկականությունը լինելով, քրիստոնեականը լինելով, հայը որպես քրիստոնյա, եթե հայ ուրեմն քրիստոնյա, եթե հայ ուրեմն սկզբունքներ, այս արժեքը որդեգրելով մենք հիմնեցինք Չախոյանց Gallery-ին 2023 թվականին ու սկսեցինք գործունեությունը ծավալել ոչ միայն արտադրական process-ում, ոչ միայն արտադրություն կազմակերպել, այլ նաև վաճառել մենք մեր արտադրանքը։ Ունենք Փառք Աստծուն, ունենք արդյունքներ, որը ոգևորող է ու խորհուրդ եմ տալիս բոլոր հայ արտադրողներին ուղղակի միշտ առաջ։ Դժվար է, ինչ խոսք, մեր Հայաստանում փոքր է շուկա ասվածը ու այդտեղ զարգանալ ու մրցակցությունը շատ մեծ, ավելի շատ ոչ թե ռեսուրս ու գումար է պահանջում, երևի ավելի շատ կամք է պահանջում։ Մեր արտադրությունը հուշանվերներ են, ուղղված քրիստոնեական ուղղությամբ հիմնականում, աստվածաշնչեր, նարեկացիներ, դա գրքերի մասով։ Ունենք սրբապատկերներ, նաև նարդիներ, շախմատներ, դանակներ ու այդ ամեն ինչում զարկ ենք տվել հայկականությանը հնարավորության սահմաններում, օրինակ դանակը ինքը որ ոչ մի հայկական ուղղվածություն չունի, բայց մենք դանակին կոթին ավելացրել ենք մեր հայկական այբուբենը, մեր շփատար այբուբենը, դրանով ինչ-որ ձև շունչ տալ, որ սա հայկական է։ Տիգրան Մեծի հուշամեդալ կոպեկն ենք ավելացրել, դրանով շունչ տալով, որ սա հայկական է։ Ու այս տարբերակով նաև սեպագրերն ենք ավելացրել, ոչ միայն դանակների վրա, ինչ որ ասում եմ վերաբերում է ցանկացած պրոդուկտի, թևնոցներ, խաչեր կլինեն, հուշամեդալներ այլ կլինեն, շշեր ունենք։ Շշերը ինքը բավականին խորհրդավոր է, ինչ առումով հայկական կոնյակ, ամբողջ աշխարհը գիտի հայկական կոնյակի մասին, խորհրդավորությունը ինչու՞մ է, եթե հայկական կոնյակ, ուրեմն ոչ սովորական շիշ, մի շիշ,
որը մինչև կոնյակը համտեսել եք խոսա կոնյակի էության մասին, կոնյակի բարձր ու թանկ լինելու մասին, սրահում ցուցադրված ունենք։ Հիմնականում կոնյակ իհարկե ցանկացած շիշ կարա լինի, բայց մենք նախընտրել ենք սկզբնական նմուշը լինի ինքը կոնյակի տարբերակը։ Արտադրության մեջ հիմնական մետաղները, որոնք օգտագործում ենք, դա նոր արծաթն է, պողպատը, տիտանը, ոսկերչական ալոյը եւ նաեւ մեր արտադրության մեջ մետաղից զատ օգտագործում ենք նաեւ ընկույզի արմատ, որը բավականին արժեքավոր է։ Օրինակ ունենք Աստվածաշունչ, որը պատրաստված է ընկույզի արմատից եւ մեր նարդիների եւ շախմատների հիմնական մասը պատրաստում ենք ընկույզի արմատից։ Նաեւ կցանկանայի նշել, որ ձգտում ենք աշխատել այնպիսի մետաղներով, որոնք այդքան շատ չեն շուկայում, այսինքն իրենց հետ աշխատելը բավականին դժվար է։ Դրանցից են օրինակ պողպատից զարդեր ունենք, որ ոչ բոլորն են կարողանում պողպատից զարդեր պատրաստել եւ միևնույն ժամանակ այս պահին շուկայում որպես նորույթ դա տիտանն է, որը բավականին կարծր մետաղ է, ինքը ամուր է, բայց շատ թեթև եւ շատ ենք օգտագործում մեր արտադրության մեջ տիտան։ Ունենք նաեւ տիտանը թազբեհների տեսականի, միևնույն ժամանակ նաեւ ունենք ոսկերչական իրեր, այսինքն ոսկուց պատրաստված թազբեհներ, խաչեր եւ ոսկուց պատրաստված այլ զարդեր։ Մոդելները մշակվում են մեր դիզայներների օգնությամբ եւ բոլորը սեփական են, այսինքն ինչպես նշվեց, հանդես են գալի հայկական շուկայում որպես բրենդ եւ փորձում ենք զարգացնել մեր բրենդը եւ բրենդի հիմնական նպատակը այն է, որ յուրաքանչյուր բրենդ ներկայացնում է իր դիզայնը եւ իր տեսականին, անմիտ կլինի շուկայից որոշակի արտադրանք վերցնել եւ ադապտացնել։ Ունենք հստակ նպատակներ ու հստակ սկզբունքներ, դրանցից մեկն է հաճախորդի հետ լինել մաքսիմալ արդար, հաճախորդի հետ լինել մաքսիմալ անկեղծ, որովհետեւ երբ որ մենք ներկայացնում ենք մեր տեսականին, մենք ասում ենք սա մերն է եւ մեր մշակածն է, որոնց վրա աշխատում են մեր դիզայներները, անցնում է բավականին երկար մշակման փուլ, այնուհետև փորձարկման փուլ են անցնում ապրանքները, նոր արդեն մատուցվում են հաճախորդին։ Մենք ներկայացնում ենք հստակ արտադրական տեսք ունեցող ապրանք, որը չի փոխվում եւ աշխատում ենք պահել գին որակ այդ հարաբերակցությունը, այսինքն հաճախորդը ինչ տեսել է, դա էլ պետք է ունենա։ Վերջերս նկատել ենք, որ շուկայում բավականին պատճեններ են ի հայտ եկել եւ շատերը պատճենում են արտադրանքը եւ ներկայացնում են որպես իրենց նմուշներ։ Սկզբնական շրջանում մեզ համար էլ մի քիչ խորթեր ինչպես կարող է պատճեներ լինել, հետո հասկացանք, որ եթե բրենդը սիրված է, եթե շուկան պահանջարկը մեծ է եւ արդեն որոշակի դու ճանաչելիություն ունես, անխուսափելի է, այսինքն եթե դու կազմակերպություն ես, որն ունի բրենդավորում եւ որն ունի հստակ նպատակներ, դու պետք է անկեղծ լինես, դու կարող ես սկզբում ներկայանաս ուրիշի ապրանքով, բայց 5 տարի հետո կամ հենց հաջորդ օրը քո հաճախորդը տեսնի, որ դու պատճենել ես, որ դու իրեն խաբել ես, իսկ դա արդեն վստահության շարաշահում է եւ այդպիսի կազմակերպությունը չի կարող որպես բրենդ հանդես գալ։ Մեր խանութը դա Chauhan's Gallery-ն է, որը գտնվում է Խորենացի 33 հասցեում, նաեւ ունենք ցուցասրահ Radisson Blu հյուրանոցում, նաեւ հանդես են գալիս Ամերիկայում, ունենք Ամերիկայում 2 տեղ, որտեղ ներկայացված են մեր ապրանքները եւ մոտակա պլաններում նպատակներ ունենք նաեւ արտահանում անելու Ռուսաստան, միևնույն ժամանակ արտահանումներ ունենք եւ ունեցել ենք Ավստրալիա։ Մեր ապագա պլանները վերաբերվում են ամենաառաջինը Հայաստանում արմատապես կայանալուն, այսինքն մոտ նպատակը դա է։ Հեռու նպատակը, ապագա պլանները միջազգային դառնալն է, ինչի մասին շատ վաղ է խոսալը։ Աստծո հաջողությամբ դառնանք ընկերություն, ում կճանաչեն բոլորը, բայց կիմանան, որ սա հայկականն է։